Թարսիկս եկավ չտեսնված մակրասեր ու զգում եմ, որ իրան նեղություն եմ տալիս ես այդ իմ արակ ամեն ինչ անելուն ներկերով ստեղծագործական հանրաշփոթը խոանոցը զբաղեցրած աղջիկաս ասում գարիկ ես գիտես նկարում եմ ասում յա էտել ու վերջ ինձ է զարմացել նկարեցի սկզբից բացիկը հրաշալի այստեղ արդեն տղաս ինձ օգնեց իսկապես տղաս բոլորին օգնող է տղաս շատ բարի մարդ է ինքը բացսիրտ ու բարի ասի Արտակ ջան դու ինձ կօգնես ասեց ինչով մա ասի նյութապես որտեվ այս բացիկը ահագին նյութական բան է պահանջում մատերիալը թանկ ասեց մա ջան ինչ ուզում ես ես կանեմ մենակ դու լավ զգաս ասի շնորհակալ եմ ու գնացի միության մասշտաբով ամենահայտնի մասնագետի մոտ հա հայտնի էինք շատ արտակարգ դասեր էինք անցնում մի ամեն մի դասը մի ոգևորություն ամեն օր ես մի տեսակ ոնց որ թևեր առած գալիս էի տուն ցույց էի տալիս ինչ եմ արել զարմանալի բաներ արդեն Տիկին Լիլի երկրորդ շնչառություն եք վերցրել այ 50-ում երկրորդ շնչառություն եք վերցրել նոր բանով եք եւ դրա համար ես ոնց որ տարիքը չզգայի ես խարակտերն էլ ոչ նստված տվեց ոչ այդ շատ կարեւոր է երբ որ մարդը իր երկրորդ կեսը զբաղված է գիտի որ պետքական է ինչ որ բան ստեղծում է արարում է այո դա տևեց երևի մի 6-7 տարի հրաշալի ցուցահանդես դրեցինք արտակարգ հաջողություններ ունեցա ցավոք բոլորին բաժանում էի իմ այս բացիկները գոնե նկարի ասում եմ կամերտ ինչքան սրտապած լավ ես էլ տղաս ինձ է քաշել ուզում ես լավություն անել բայց գոնե նկարի թողնի այդպես սկսեցի նկարել բայց այստեղ արվեստանոց էր պետք որովհետև ջրալի ներք էր դու պետք է մի ներքը չչորացած մյուսը պետք է տնեիր որ իրանք իրար հետ համընկնեին խառնվեն եւ այն ինչ որ ուզում ես ու դե բարձ մենք բան էինք վարձով էինք հին տուներ բայց ասենք թե ժամը 5-ին ես ելնում էի Աշտին գիտեի ինչ էի անելու ու միջև իրենք արթնանում էին մեկ էլ հարսս դուրս էր գալիս վայ արդը լարի մաման տեսից ինչի նկարել դա իմ գնահատականն էր ոգևորվում էի ինչ որ է որոշեցի թողնել բացիկը վսոտքի իրանք մակրասիր մարդիկ ես էլ ինքս էլ զգում եմ որ ինձ առանձին անկյուն է պետք որ կարողանամ լիարժեք ստեղծագործեք ու մտածում էի ինչ հարսս հենց ինքը իմացավ որ մենք Տրոյիցկում էինք Ռուսաստան հերոստացույցով հաղորդում էր տեսել ու տեսել էր թե ինչ սիրուն բացիկ են անում իջնդի շարֆեր են էլի ասեց մամ հələ նայ ես ինչ լավ բան է հələ փորձի դու էլ գնացի նստած են ասում եմ ես էլ եմ ուզում նկարել դե հայ արտաքին են ժամանակ շատ խիստ էր Կովկասի նացիոնալիստի ասում է տեղ չկա ասում եմ այ այնտեղ տեղ կա ասես լավ այդ զորով նստեցի, բայց հետո, ինչ ասեմ, տգեղ է գլուխկովալը, հետո ինպես էր ինքը սիրում ինձ հարկում, ասում էր լիլի խուդոշնիկ, պետք չի քեզ ասում է օգնել, դու բնական ինտուիցիայով դու գտնում ես կոնը, շատ հաջողությունների հասա, շատ, ուղղակի ես էլ էի զարմանում, այ մարդ, ես չեմ գիտեցել, որ ես ոնց աղոթեցի, հա, չնայած Լեննագանում, որ մենք նկարչություն էինք անցնում, գնում էինք նկարչական դպրոց, իր այդ դպրոցի դիրեկտորն էր մեզ դասավանդում, ուրեմն դրել է մի թռչուն, չուչելա, խրտվիլակ, այո, ես նկարում եմ, մեկ էլ եկավ, գլխիս վերև ասեց, աղջիկ ջան, դուք նկարիչ եք, ձեր նկարելու ձևը, ձեր նկարը
Միտեցի ծնողները չեն իմացել նկարչական դպրոցի տեղը։ Հիմա դուք հրաշալի նկարիչ կլինեիք, մտածեցի ուշ է երևի։ Երբեք ուշ չէ, բայց հետո հասկացաք, որ երբեք ուշ չէ։ 60 տարեկանում ես սկսեցի նկարել այդ նկարը ու էլի ոգևորված, էլի ամեն օր գնում էի մի նորություն տանելով, գիշեր ժամերա չի քնում, զարթնում էի այդ պլանով, որ այսպես պիտի անել ու անում էի ու դրեցի ցուցահանդես, երևի թե միակն է, բայց հիմա ինչ որ մտքեր ունեմ համենայնդեպս Հայաստանում էլ ցուցահանդես տանել 22 թվին շատ հաջող ցուցահանդես եղավ։ Գյումրիում թե Մոսկվայում։ Մոսկվայում։ Ելան ինձ ինքան կովեցին մերոնք սկզբի չէին հավատում, որ ես այդպես հաջողություն եմ ունեցել։ Չնայած խրախուսող ընտանիք ունեք, դա էլ է շատ կարևոր, երբ որ երիտասարդները խրախուսում են, ուրախանում են, պայմանական ասենք ներկերը հանդուրժում են ու այսօր իրենց էլ շնորհակալություն ասենք եթերից։ Տիկին Լիլի, երգել երբ որ փուլում սկսեցիք։ Երգելը սկսել եմ մի 10 տարի չկա երևի։ Մենք գնում էինք պատահական մաշտիկ, հավաքվել էինք Կինոռասիայի դիմացի այգում լավ խումբ էր, շատ բարդաճանաչ, իսկական ոնց որ իր օրենքներով մարզանքների։ Այդ մարզանքների մարտիկ նաև երգում էին նարեկացիում։ Ես էլ ասեցի, ես էլ եմ գալիս պաշտի երաժշտություն։ Մանավանդ որ մանկուց մոտ եք եղել երաժշտության։ Երաժշտությունը ինձ համար մեկ ուրիշ բան է։ Դե երևի շատ էր իհարկե։ Եվ այդտեղից անմիջապես արագ հասնում էինք նարեկացի ու երգում էինք։ Շատ լավ ընտիր երկացանք մեր երգչախմբում։ Կուզենայինք ավելի շատ լիներ, մաշտաշատ, ձայները շատ, ասենք տենոր ունենայինք, շատ հաճելի կլիներ։ Մեր խորմեստերը մի հրաշալի աղջիկ Աստղ Խաչատրյան։ Մեր հյուրը եղել է։ Դուք գիտեք, մենք պաշտում ենք իրեն, երեք իր ծնունդն էր, եւ դաշնակահարն էլ շատ գրագետ ընտիր։ Տիկին Լիլի, եկեք այսօր եթերում արդեն ազդարարենք, որ ես որ արդեն տարիներ շարունակ ծանոթ եմ աշտանային ձայներ երգչախմբի գործունեությանը, տեսնում եմ թե ինչ վառ անհատականություններ են մեկնել դուք եւ համակարգելով առողջ երկարակեցության պետական ծրագիրը, ոնց որ առաջարկ հնչեցնեմ եւ նաեւ ազդարարեմ, որ մենք հունիսից արդեն երգչախումբը կկազմակերպենք, կբերենք առողջ երկարակեցության ծրագրի ներքո եւ բոլոր այն մարդիկ, որ լսում են հիմա մեզ, ունեն հնարավորություն գալու, մասնակցելու եւ երգելու ի վերջո, որովհետեւ արվեստին հաղորդակից լինելը դա մի հրաշալի մի բան է, երկարակեցության աղբյուր է եւ եկեք այստեղ նաև պատմեք այն պատմությունը, որ ոնց երբ որ դուք էլ հնարավորություն չունեիք երգելու եւ հնարավոր չէ երգչախումբը պայել ձեր տղան ոնց հերթական անգամ էլի ձեռք մեկնել ձեզ հետ էլ նաև ամբողջ երգչախմբին։ Հա, այստեղ մի թեթև ուղում կներեք, որտեվ սկզբում ես չէի հովանավորողը, բայց երգում էինք։ Հետո ընդհատվեց, որովհետև հովանավորողը հրաժարվեց։ Ու ես այդ ընթացքում Մոսկվայում էի եւ վերադառնալիս մեքենայի մեջ տղաս ասում է թե մաջան դե կգնաս մարզանք կանես կերգես ասի մարզանք կանեմ բայց երգել չկա ասեց ինչի ասի որտեվ հովանավորողը հրաժարվել ասեց ոնց դե հրաժարվել կգնաս կասես որ կա ու այդպես ինքը դեր կանգնեց մեր երգչախմբին իհարկե շատ ուրախացանք սկսեցին վերականգնվեց ինքը միշտ հետաքրքրվում է նույնիսկ իր պատվին մեր շատ շնորհալի կանանցից մեկը ակրոստիկոս է գրել իր անվան եւ այսօր էլ այդ շարունակականության շնորհիվ դուք արդեն ունեք կարելի էսպես ասել որովհետեւ մենք էլ մտածում ենք որ երգչախումբ կստեղծենք ավակներից ինչու նորը ստեղծենք եթե ավակների երգչախումբ արդեն կա հրաշալի է հա իհարկե լավ կլինի երկու ուժերի միասնությամբ ավելի լավ եւ թող մարդիկ լսեն ու գան